Դուք պարոն Ղուկասյանի որդին եք, հայրիկի հետ վերջին անգամ երբ եք տեսակցել, գնացել եք իրեն տեսակցության։ Լինի տեսակցության, որտեղ դեռ կարանտին է։ 7-օրյա ժամկետ է տված, բայց կարծեմ 3 դուրս է եկել կարանտինից, որտեղ իրան կարիքներ կա, որ չի համապատասխանում էլի կարանտինային պայմաններին։ Առողջական ինչ խնդիր ունի պարոն Ղուկասյանը։ Առողջական լիքը խնդիր կա, որ սաղ կետերով համապատասխանում է, բայց այսօր ասում են, որ պետք է կալանավորված լինի։ Պարոն Ղուկասյան, Մեջի մենակ այդ սրտինն է այդ, որովհետև մենք վեկալում ենք մենակ այդ, որը վերաբերվում է սրտի շրջանառության, դրանցով է սաղ բռնում։ Իր ամենալուրջը սիրտն է մարդուն, բայց մնացած լիքն է էլի կետեր կա, որ դրանցով էլ է համապատասխանում, բայց իսկ մինչ կալանավորումը խոսել էիք իր հետ ինչ էր կատարվել պաշտպանության նախարարության շենքի մոտ, ինչու էր ինքը փորձել փայտով գնալ մոտիկանալ, թե որևէ խոսակցություն չի եղել։ Խոսացել ենք, բայց ինչ, գնացել են, պահանջել են հանդիպում, որ ասենք տենաս մի ծնողին գցել են, ետին տշում են, ինչ անես։ Չես էդ հա կողը կանգնես կամ մի հատ է բրթես, բայց բրթելու համար այսօր չեն տանելու կալանավորեն, էլի։ Պարոն Ղուկասյան, շատ է շահարկում այն թեման, որ այդպես է բոլորին ինչ-որ անհասկանալի է մնում, պարոն Ղուկասյանի ինչ հարազատ է մահացել, ով է այդ հարազատը, որպես որդի կուզենամ դուք անձամբ ասեք, դուք ինչ հարազատ եք կորցրել եւ անձամբ պարոն Ղուկասյանը, որովհետեւ պարբերաբար նշում են, որ չկա տենց մարդ, Ղուկասյանի եղբայրն է զոհվել, եղբոր տղան է միջև այսօր, այսինքն հոպարը զոհվել է, հոպարից տղան միջև այսօր անետ կորած է։ Ասենք էդի Անս բանա միտեղ մեկ ասվում է, հետո մեկը տենում ես գրում են Արսեն Ղուկասյանի տղան է, էլի իր տղեն է, էշի տարբերություն կդնի ինքը։ Բայց որ մի անգամ ասվում է, մեկը տենում ես տարբեր լրատվականներ տարբեր բաներ են գրում, մեկի Արսեն Ղուկասյանի տղան կամ ինքը ես իմ զոհվածի ծնող։ Ձեր հորեղբայրն է եւ ձեր հորեղբոր որդին, ըստ էության որդին անետ կորած է միջև այսօր, հա։ Պարոն Ղուկասյան, այսօրվա ձեր պահանջը որպես պարոն Ղուկասյանի պահանջը այսօր, որ իր կալանքը հենց այսօր վերացնեն, որտեվ իրանց սաղ տրվել է, թղթերը տրվել է, որ անօրինական է այդ կալանքը։ Իրանց էլ ինչա պետք մնում, 2A4 ֆորմատի մեջ նայ, տենաս դե գրած է հոդվածները, որ արգելվում է կալանք կամ պատժամիջոց, ոչ միայն կալանք։ Համ կալանք, համ պատժամիջոց արգելվում է SSS կետերով։ Ունայն իր էպիկրիզը տենան, որ էլի չի հա, նույն բանն է գրած։ Տեսել ըստ ձեզ գլխավոր դատախազությունը կամ իրավապահները չէին տեսել անհամատեղել։ Լավ է, հեշտ են պատճառաբանում, ասում են մենք մասնագետ չեն, էշի մենք մնացած բոլորն սրտաբան են, հենց հասկանում են, բայց որ երկու թուղթ նայում ես, տենում ես մեկի մեջ էպիկրիզի մեջ գրած է այդ հոդվածները, ինչ վիճակ է, այն արգելողի մեջ է գրած է SSS կետերն է։ Էլ ինչա քեզ մնում հասկանաս, որ վայ նույն բանն է գրած։ Արգելողը, այս էպիկրիզը նշանակում է արգելող կետ է։ Իրավապահ մարմինները ձեզ ասում են իրենք մասնագետ չեն, որպեսզի կարողանային դատարանում են, դատավորի օգնական կամ չգիտեմ ով, նայում է, ասում են մենք մասնագետ չեն կարող այդ բժշկական տերմիններով հասկանանք։ Սպասելիքներ ունեք, կլինի ձեր ցանկությունը ինչ որ դուք Եթե թողես կարող ասեն օրենքով սահմանված այսքան ժամկետում ենք անում, բայց ինչ իրանց պետք է ալնում, նենց արագի մեջ կազմակերպում են։ Գործի մեջ գրած է, բոլոր միջնորդությունների մեջ գրած է հրատապ շտաբ, որտեղ այդ մարդուն անօրինական եք պահում։ Այսինքն իր կյանքին են ամեն օրը։ Հիմա մեկը որ ասից երաշխիք տա, որ իրան միջև այդ 7 օրվա ժամկետում 10 օրվա ինչքան կլինի, ոչի բան չի լինի, ասենք լավ սպասենք, բայց ոչ մեկ չի կարող այդ երաշխիքը տա, որ մի բան չի լինի իրան։ Որ ընդ մի հատ է, այդքան 3 ինֆարկտը տարավ, որ մի հատն է տարավ, ինչ են անելու։ Չհասցրեցին հիվանդանոց։ Ումից այդ համ ասեմ, կու դատավորից ասեմ, խես վճիռը կահացիր, թե քննիչից, որ եկավ ձերբակալման միջնորդություն տվեց տարավ։ Բանից են տարեին։ Հա, եկան Հայաթում խուզարկություն արեցին մեքենան։ Որևէ բան հայտնաբերեցին։ Ոչ այդ մահակը ձեռնափայտը ու արգրավեցին ձեռնափայտը։ Իր ամենօրյա ձեռնափայտն է, որը ինքը ոտքի խնդիր ունի։ Հա։ Իսկ բնակարանը խուզարկություն չեն արել, միայն մեքենան։ Չէ, ունեն դատարանի թույլտվություն քննիչին, որ մենակ արա մեքենան խուզարկեց։ Դաժե բանն է չունեին իրանք անձնական խուզարկության ոչ մի թուղթ չունեին, որ կարան խուզարկեն, հələ մի հատ էդ էլա քննիչը ասում է Գրպանների պարունակություն հեռախոսները, որ իրավունք չունեն վեկալ են, որտեվ իր մոտինն է, ցույց է տալի, ասում է, հեսա դնում ուպակովկա է անում, վերջում է անունը դնում է, որ ինքնակամ կամավոր Արսենը հանձնեց։ Չհանձնեց, ոնց որ ասում ես հեռախոսը դու տայես մեկը դնում ուպակովկա ես անում, դու թուղթը չունես թույլտվություն դատարանի կողմից, որ դու կարաս իր հեռախոսը անձնական խուզարկություն անես։ Մեքենային ունես խուզարկի, քեզ չի ասում մի խուզարկի։
Հետո մի հատ է թուղթ տալի, էսը ձերբակալման թուղթը, վсё գնացեք դեղերը հելում վերցնում ենք, որ գնանք բաժին։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, կհետևենք իրադարձություններին, տեսնենք թե ի վերջո ձեր ներկայացուցիչը, որը գտնվում է գլխավոր դատախազության շենքի մոտ, ի վերջո ինչ պատասխանով կիջնի։ Անմիջական այդ փաստ բանը դատախազը թե պատասխան տա։ Անում են այսօր թե չեն անում, հետո կիմանանք ինչ են անելու։